հարաբերությունները նորմալ են, էլի։ Իրականում հաստապիճակում էլ կարծես այդպես է։ Գիտեմ, որտեղ մենակ դուք ասացիք, Մասնավորապես ձեր որտեղ դուք ասացիք, որ 26 թվականին մեկը չեք ընտրվի։ Դուք ամենաանկեղծն եք։ Ես տես բան եմ ասում։ Այո։ Դուք շատ էլ լսում եք, ես ինչ եմ խոսում։ Բայց լսում եք միայն այն, ինչ որ ձեզ է պետք։ Ձեր կարծիքով մեզ ինչ է պետք։ Ձեզ։ Չեմ ուզում այ հիմա ձեզ վիրավորեմ։ Չեմ ուզում այ հիմա ձեզ ձեր հրահրումների նորմալ անվտանգ կյանք է։ Այ հիմա ձեզ վիրավորեմ, որպեսզի ձեզ իսկապես ասեմ իմ տրամաբանությամբ ձեզ ինչ է պետք։ Դուք մեզ պետք է նորմալ երկիրի, ձեզ ինչ է պետք։ Աննորմալ երկրում եք ապրում։ Որ աննորմալ երկրում ապրեք, հիմա 4 հատ մահապոս գալու էին ձեր գլխին։ Որ Դուք արդեն լիքը մահացները, ոնց որ գալիս էին մեր գլխի ժամանակ։ Դուք արդեն զոհվածների ընտանիքների շորը պատառոտելով նրանց դուրս եք գցել իրենց որդիների շիրիմների տարածքից։ Դուք արդեն այդ մարդկանց կալանավորել եք, դուք արդեն այդ մարդկանց տնային կալանք եք տվել։ Դուք Գալեյանին ճանաչում եք։ Այո, ճանաչում։ Այսինքն ձեզ պիտի միայն ծափահարեն ու երկրպագեն, որ դուք հանգիստ թողնեք մարդկանց, որ դուք մարդկանց կյանքը քաոսի չվերածեք։ Ոնց դուք ես իրականության մեջ եք, հայկական ժամանակ եք մենակ կարծում։ Ունեք դուք չեմ կարծում, առավել ձեր լրատվամիջոցներին չեմ այդտեղ։ Դու անիմաստ է։ Ինչի՞։ Միգուցե մեկ-մեկ ձեր ոտքերը գետնի կսեն իրականության զգացում։ Այո, որտեղ է իմ ոտքերը։ Իմ ոտքերը միշտ գետնին է, տարբերություն չէ։ Ձեզ համար պատիվ է, որ դուք երկրաշարժական մի քիչ առաջ մենախոսությունից եք խոսում։ Հասկանում եք, որ ուզում եք մենախոսություն անել։ Հասկանում եք։ Ես անջատում եմ ու նորից սկսեմ Նիկոլ Փաշինյանը